Այս պատմության մեջ լարվածությունը հասել է իր գագաթնակետին և ստի հաստ պատերը վերջապես սկսում են փուլ գալ։ Այսօրվա սերիան լի էր անսպասելի բացահայտումներով, ճակատագրական որոշումներով և հոգեբանական ծանր բախումներով։ Ամեն ինչ սկսվում է հիվանդանոցում, երբ քննիչը ժամանում է պարզելու Ավոյի դանակահարության հանգամանքները։ Առաջինը նա հարցաքննում է Էռնային։ Էռնան հավատարիմ մնալով իր դերին և փորձելով պաշտպանել եղբորը, վստահեցնում է, թե գաղափար անգամ չունի, թե ով կարող էր այդքան դաժանաբար վարվել իր ամուսնու հետ։ Սակայն Ավոն բոլորովին այլ կարծիքի է և լռել չի պատրաստվում։ Երբ քննիչը մտնում է նրա հիվանդասենյակ, Ավոն ուղիղ և անբարան հայտարարում է ողջ ճշմարտությունը։ Իրեն դանակահարել է Հունան մակունցը։ Այս խոստովանությունից հետո Էռնան մատնվում է ահավոր խուճապի։ Հասկանալով, որ ամեն ինչ կորած է, նա շնչակտուր զանգահարում է Լեային և աղերսում, որ Հունանին շտապ փոխանցի լուրը, որ նա պետք է անհապաղ փախչի երկրից, քանի որ ոստիկաններն արդեն գալիս են նրա հետևից։ Եվ իսկապես, ընդամենը րոպեներ անց Հունանի տան դուռը բախում են, և ներս է մտնում քննիչը, բայց Հունանը փախչողներից չէ։ Արդեն տեղեկացված լինելով Լեայից, նա ոստիկաններին դիմավորում է սառնասրտորեն և կատարյալ հանգստությամբ։ Նա կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները, հորինելով չափազանց համոզիչ մի սուտ։ Հունանը պնդում է, թե իբր ինքը վերջերս բացահայտել է, որ Փեսան սիրուհի ունի, և հիմա Ավոն պարզապես վրեժխնդիր է լինում իր դեմ կեղծ ցուցմունք տալով։ Եվ դա ճիշտ է, քանի որ այս խորամանկ աղվեսը նախապես մտածել էր ամեն ինչի մասին և հասցրել անհետ ջնջել Ավոյի գրասենյակի անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Այնուամենայնիվ, քանի որ կա տուժողի անմիջական ցուցմունքը, ոստիկանները Հունանին ձեռնաշղթաներ են հագցնում և բերման ենթարկում բաժին։ Մինչ հանցագործները պայքարում են ազատության համար, Դավիթ պապիկի հոգում շարունակվում է իսկական դժոխքը։ Տարեց մարդը, ում սիրտը լի է վշտով, չի կարողանում հանգիստ գտնել իր անառակ որդու համար։ Նա ծանր քայլերով մտնում է Ավոյի հիվանդասենյակ և տալիս է այն միակ հարցը, որը նրան տանջում է տասնամյակներ. «Որտե՞ղ է իմ թոռը, Ռաֆոյի որդին, ում հետևից դու պետք է գնայիր Մոսկվա ուղիղ 20 տարի առաջ»։ Բայց Ավոն դաժանաբար լռում է, ոչ մի բառ չարտաբերելով։ Դավիթ պապիկին սկսում են խժռել մեղքի զգացումն ու կասկածները։ Միգուցե ինքը անարդար է գտնվել որդու հանդեպ, ժամանակին նրան ընդմիշտ ջնջելով իր կյանքից։ 20 երկար ու ձիգ տարիներ այս ալեհեր մարդը չի գտնում իր հանգիստը, քանի որ անտեղյակ է իր հարազատ թոռնիկի ճակատագրից։ Իսկ այդ կորած թոռնիկը Վլադիմիրը արդեն ճշմարտության շեմին է։ Նա պատահաբար կարդում է մի հաղորդագրություն և հստակ հասկանում, որ մայրն իրենից ինչ-որ շատ լուրջ բան է թաքցնում։ Խուճապի մատնված մայրը հորինում է հերթական սուտը, ասելով, թե իբր ծանր առողջական խնդիրներ ունի։ Սկզբում բարի Վլադիմիրը հավատում է և շատ անհանգստանում, սակայն մի քանի օր անց, երբ նրանք գնում են բժշկական ստուգումների և պարզվում է, որ մայրը միանգամայն առողջ է, Վլադիմիրի աչքերը վերջնականապես բացվում են։ Նա հասկանում է, որ ողջ կյանքն ապրել է ստի մեջ և որ իրականությունը շատ ավելի սարսափելի է։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Հունանին կհաջողվի չոր դուրս գալ ջրից և ապացուցել իր ստերը, թե նա վերջապես կկրի իր արժանի պատիժը։ Իսկ Վլադիմիրը կկարողանա արդյոք ստիպել մորը խոստովանել ողջ ճշմարտությունը և գտնել իր արմատները։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և սպասումներով մեկնաբանություններում։ Ձեր տեսակետը մեզ համար շատ կարևոր է։